Հայաստանում պիտի մնան, Հայաստանը սիրող, Հայաստանը պաշտող։ Նվիրված մարդիկ։ Հիմա էլ կան։ Ամերիկա, գնանք Ամերիկա, ինչ լավ, Ֆրանսիա գնանք, Ֆրանսիա էլ նույն ձևի արաբները փողոցում բան են մահմեդականներ, նամազ են անում, ինչ բան, Էյֆել, ինչ բան, սա համատարած փողոցները լիքը նամազ են անում։ Ֆրանսա, մեկը ասում է Ամերիկան լավ է, շատ լավ է, գնացեք, մայթի վրա էսենց իրար կողքի պարկած են նարքոմանները, Ամերիկայում, ես 5 անգամ եղել եմ Ամերիկա, դե մնայի, հարազատներս էլ ընդեղ են, չէ, և ես որ գնացի, ինձ ուզում էին հանձնարարություն տալ ամերիկյան բաների կողմից, որ գիտես, այսպիսի միջոց կա, կարող ես դու փող ստանալ և ընդեղից ընտանիքներին բերել Ամերիկա և դու մենք քեզ փող կուղարկենք, բայց ես գործ չունեմ, ինձ պետք չի այդպիսի սև աշխատանք, որ հայրենիքը դատարկելու համար երբեք ես չեմ բան։ Լրեցին։ Այնպես որ երիտասարդները գաղափարախոսություն չունեցան։ Այսօր չկա այդ գաղափարախոսությունը, միավորող գաղափարախոսություն։ Այսօր մեր երկիրը Հայաստանի Հանրապետությունը ունի գաղափարախոսություն։ Բացարձակ չունի։ Ինչ ունի, ունի։ Դեզ եմ հարցնում։ Ոչ, չունի։ Մարդիկ չգիտեն ուր են գնում, տանող չկա, այս դրա մասին ասեք։ Այո, որովհետև գաղափարախոսություն եթե չկա, ուրեմն ոչինչ չկա։ Սանձերը թողել են, ամեն մեկը մի հատ բան է ասում, ես Ամերիկա եմ ուզում, ես Ֆրանսիա եմ ուզում, լավ, հետո, հիմա փաստորեն ղեկավար անգամ չկա, ասում է դուրս գանք, ով է ղեկավար, առանց ղեկավարի ոնց ժողովուրդը, ինչ ոչխարների նման են, դրա համար է մեկը որ գնա իրան քցի սարից, բոլոր ետևից կգնան, հիմա այդ վիճակն է։ Տիկին Վերժինե, 10 միլիոնանոց հայկական սփյուռքի համար այս մի փոքր հողակտորը փոքր չէ։ Կարևորը դա չէ, մենք ունենք հիմա շատ տեղեր ազատ եւ ունենք ահագին դրսից եկած հնդիկներ, ես իմանամ ինչեր, բայց ոչ մեկը չի վերցնում իր հարստությունը վեր կենա գա Հայաստան, ներդնի, օգտակար լինի հայրենիքին։ Իսկ մենք որ եկանք 47 թվականին, այո, այն ժամանակ մարդիկ իրենց գործարաններով էին գալիս, ոչ թե Սիրիա հայերի նման, որ եկել են, մենք արաբերեն դպրոց ենք ուզում, արաբերեն պետք է սովորեն իմ երեխաները, որովհետև այնտեղ սկսել ենք արաբերեն, խեղճրանուշը, ապալ-թափալ ընկավ, մենք մեքենայով պետք է գնան երեխաները, մենք չէինք տեսել, իրանք մեքենայով տրամադրեցին, երես տվեցին և մեծ մասը գնաց, մենք հիմա Դուբայ կգնանք, գնացեք։ Տիկին Վերժինե, հայ կանանց մասին խոսենք։ Հայ կինը ցեղասպանության ժամանակ էլ, դրանից առաջ էլ, միջին դարերում էլ ուժեղ է եղել հայ կինը, հիմա ինչ եք կարծում, հայ կինը թուլացած չի, դիրքերը չի զիջել։ Իհարկե զիջել է, բայց այնպիսի վիճակում է, որ ոչ միայն հայ կինը, այլ տղամարդներ է թուլացել, այն էլ է զիջում իր դիրքերը, և գիտեք մի հիվանդություն է մտել, օտարամոլություն, այդ Facebook-ը ինչ է, որ արդեն happy birthday են գրում անգլիերենով, չեն ամաչում, հայ են թե անգլիացի են, ամերիկացի են, արդեն մորանում են Մեսրոպյան տարերը անգամ, ես չեմ ներում դրանց, ինչի համար, կամ հայերը անգլիերեն տարերով, հայերեն տարեր կա, կուզես կարդ գրի, չէ անգլիերեն զվուչիտ, այս օտարամոլությունը ահավոր է, և դրանում, այո, հայ կինն էլ է մեղավոր, այո, չպետք է մենք կուլ գնանք, իսկ եթե լեզուն կոտրում ես, մեջ կտես կոտրում, այնպես որ
Մենք պետք է զգոն լինենք մեր երեխաներին դասյարակեք հայրենասիրության ոգով։ Դու ոնց ես ուզում այսօր Փաշինյան, որ մոռանանք ցեղասպանությունը, չհիշենք, ինչ անենք, բոլորի ուղեղները դատարկենք, ոնց դատարկենք, եթե դատարկվի, դատարկվենք, աշխարհը գիտի արդեն, միայն թուրքը չի ընդունում, ինչու չի ընդունում, որովհետև ինքը չի ապրել այդ տառապանքով։ Հոռետեսական մոտեցում Հայաստանի վերջն է, շարունակականությունը մեր։ Եթե այսպես շարունակվի, այո, եթե իսկապես ճանապարհը բացվի, եւ սահմանը բացվի, եթե խաղաղություն կնքվի, ես ինչ իմանամ, մենք արևտուր կանենք, կհարստանանք, այդ ասելու բան է, ամոթ է, ամոթ։ Մի տեսակետ էլ կա շատ ֆուտուրիստական, ապագայի, ես էլ ձեզ ասեմ, ձեր տեսակետը իմանալ։ Ասում են, որ այս գլոբալիզացիան կբերի նրան, որ այն ազգերը, որոնք սփռված են աշխարհով մեկ, ոնց որ մենք ամենաշատը, ոնց որ կստեղծեն վիրտուալ պետություններ ու այդ առումով չունենալով հող, հայրենի հող, բայց վիրտուալ առումով հայերը կլինեն առաջի պետություն ստեղծողը։ Այս տեսակետին ոնց եք վերաբերում։ Այո, կա այդպիսի մտածելակերպ, Հարութ Սասունյանը նույնիսկ ID-ներ է բաժանում Ամերիկայում եւ դա դրան է գնում, բայց ես կարծում եմ, որ դա սխալ է, փոխանական հող է պետք, հող, առանց հողի ժողովուրդ չի կարող ապրել, ժողովուրդ չի լինի, դա հայրենիք չի լինի, դա վիրտուալ, օդի մեջ, ապուշային վիվը, դա այն չի։ Հող ու լեզու։ Հող ու լեզու, այո, անպայման, լեզուն ասեցինք, հիմա happy birthday են գրում, վաղը վաբշե, ալֆավիտներ են մորանում։ Տիկին Վերջնեմ, այս տարի մարտին լրացավ ձեր 90 տարեկանը, ես 9 տասնամյակը ձեզ հետ, ձեր այս պայծառ միտքը, ձեր տեսքը, զարդերը, ուզում եմ դրա մասին խոսեք, ինչպես եք կարողացել տարիքին հաղթահարել, տարիքը հաղթահարել։ Չեմ նկատել, չեմ ուզեցել նկատել, ես ուզեցել եմ գործ անեմ, որովհետև մարդ, որ ծնվում է, պիտի անպայման, մի հետք թողնի, ոտնա հետք թողնի, նոր գնա այս աշխարից։ Իսկ պապաս միշտ ինձ սովորած, կամք աշխատանք և կորով, 3 ձիրքեր են, որոնք մարդ հողի վրա թե ջրի, անպայման կհաջողի։ Սա իմ պատկամն է մեր նոր սերունդին։